Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը եւ ես նախ ուզում եմ փոխվարչապետներին եւ նախարարներին շնորհավորել նշանակման առիթով եւ հաջողություններ մաղթել։ Առաջիկայում իհարկե մենք կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում իհարկե ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար, այն ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք իհարկե պետք է վերլուծենք եւ վերլուծում ենք եւ վերլուծել ենք դրա պատճառները եւ պիտի անենք անհրաժեշտ հետեւություններ, իսկ այն ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծել ենք, վերլուծում ենք եւ պետք է առավել արդյունավետ մոտենանք հարցերին եւ փորձենք մեր աշխատանքը դարձնել առավել արդյունավետ։ Կառավարության կազմում, կառավարության նիստին առաջին անգամ է մասնակցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը եւ ես ուզում եմ ողջունել ձեզ եւ հաջողություն մաղթել եւ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում եւ ողջունում եմ եւ այժմ անցնենք կառավարության նիստի օրակարգի հաստատմանը։ Օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ եւ դիտարկումներ չկան, ըստ այդմ օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ չկան, քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատված է։ Այժմ անցնում ենք զեկուցվող հարցերի քննարկմանը, հարց համար 42 Ճանապարհաշինական ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում բյուջեում փոփոխություններ եւ վերաբաշխում կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կատարել 15.65 միլիարդ դրամի վերաբաշխում եւ դրանք ուղղել մի շարք ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ տեխնիկական ծառայությունների տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է 63.5 կիլոմետր, մի մասը հանրապետական նշանակության, մի մասը միջպետական եւ զգալի մասը հիմնանորոգումների մասով տեղական նշանակության ճանապարհներ են։ Միաժամանակ, պարոն վարչապետ, կցանկանամ նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են կարել եւ 3.7 միլիարդ դրամ արդեն հատկացեցինք ընդհանուր 76.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհների միջին նորոգման եւ 1.6 միլիարդ դրամ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար այս աշխատանքները, որոնք կթվարկենք դրանց մի մասը արդեն շինհրապարակներում իրականացվում են, ընդհանուր այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բացի դա նաև սուբվենցիոն ծրագրեր հաստատեցինք չզեկուցվող հարցերի փաթեթով, նաև էլի կապիտալ ներդրումների մասով մենք նաև մանկապարտեզների հետ կապված որոշումներ ենք ընդունել։ Ես հիմա դրանք բարձրաձայնեմ, նախ առաջին փաթեթի մեջ ընդգրկված նախագծերը հետևյալն են։
Արագածոտնի մարզում Ռեաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում այս տարի կիրականացվի, ընդ որում երբ որ այց էի կատարել գյուղ եւ այն ժամանակ անձրևների հոսքերը լցվում են մերձագա տները եւ բակերը եւ այդ ժամանակ հանձնարարեցի, որ մենք այդտեղ լուծում գտնենք, սա այդ նախագիծն է, ճիշտ եմ արձանագրում։ Պարոն վարչապետ, պայմանագիրը արդեն ունենք, շինարարական աշխատանքները առաջիկա շաբաթների ընթացքում կմեկնարկեն։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում Ծովակից Վարդենից ստանող ավտոճանապարհի 9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, այս ճանապարհի մասին էլ ենք շատ խոսել։ Երկար մտածում ենք, թե ինչ տարբերակով է պետք առաջ գնալ, որովհետև ի սկզբանե նախագծված է ինքը բավական մեծ բարձրություն էր նախատեսում, որը մենք հասկացանք, որ չարժի այդքան ծախս անել, որովհետև իրատեսորեն Սևանը այդքան չի բարձրանալու, որ այդքան բարձրացնելու անհրաժեշտություն ունենանք, դրա համար մենք ավելի փոքր ծախսով ավելի քիչ կբարձրացնենք ճանապարհը։ Իհարկե այս մոտեցման թերությունն այն էր, որ ճանապարհի այդ հատվածը ըստ էության Սևանի շուրջ միակ կտորն է, որ լավ վիճակում չի գտնվում, բայց կարծում եմ արժեր այսքան մտածել, վերլուծել, որովհետև իսկապես այդ նախնական ծախսը շատ մեծ էր։ Առնվազն կիսով չափ, եթե չեմ սխալվում, ավելի շատ է կրճատվում, չէ՞, այս տարբերակում։ Պարոն վարչապետ, նախատեսված էր բարձրացնել շուրջ 6 մետր, որոշ հատվածներում, հիմնական հատվածներում 6 մետր, մենք այս նախագծով 1.5 մետր կբարձրացնենք, այնքան ինչքան անհրաժեշտ է առաջիկա տարիների համար։ Միաժամանակ ասեմ, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը 20 կիլոմետրից ավել է, մենք այս նախագծով կոնկրետ 3 լոտերով ենք պլանավորում իրականացնել, այսօրվա ներկայացված երկարությունը 9 կիլոմետր է, մյուս երկու նախագծերը այս պահին փորձաքննությունների փուլում են գտնվում, առաջիկայում էլի կներկայանան կառավարությանը այդ մասով վերաբաշխում խնդրելու։ Այսինքն հիմա մենք վստահ ենք, որ 27 թվին Սևանի շուրջը վատ վիճակում գտնվող ճանապարհ չենք ունենա։ 27 թվի վերջին չենք ունենա, պարոն վարչապետ, այս տարի էլ արդեն առիթ եղել է ներկայացնելու, հիմա շուրջ 40 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում էլի Սևանի հատվածում, Սևանից դեպի Երևան եւ Երևանից դեպի Սևան ընկնող ճանապարհին։ Մնացած բոլոր հատվածներում ճանապարհը նորմալ վիճակում է եւ շարունակաբար սպասարկելով եւ միջին նորոգում իրականացնելով երկար տարիներ կպահենք նորմալ երթևեկելի։ Շատ լավ։ Մի հատ Վարդենիսից ծափաթախատվածը մի հատ էլ է պետք նայել, այնտեղ փոքր կտորներ կարող լինեն, որ շատ մանր աշխատանքներ կա։ Այդ փոքր բաները պետք է ուշադիր լինել անել, որովհետև տենց ընդհանուր տպավորությունը ինքը իրենց բան չի ներկայացնում, բայց կարող ընդհանուր տպավորությունը փչացնի։ Այսինքն կարող է այդ ամբողջի վրա 3 հատ փոսը լինի եւ բանը լինի, էլի, այսինքն տպավորությունը փչանա։ Կարելի է արագ լուծել այդ հարցերը։ Նախորդ տարիներից ունենք այդպիսի դեպքեր, երբ որ միջպետական կամ հանրապետական նշանակության ենթադրենք 50 կիլոմետր ճանապարհի վրա երկու տեղով 500 մետր ճանապարհ դուրս է մնացել շինարարությունից։ Հիմա այս տարի այդպիսի ճանապարհների հիմնանորոգում ենք իրականացնում, օրինակ մեկը կարճ 300 մետր երկարությամբ Վաղարշապատ մտնող հատվածն է միջպետական մայրուղուց, մեկը Զվարթնոցի օդանավակայան գնացող հատվածն է, փոքր կտորներով դրանք ամբողջը երթևեկելի կպահենք։ Բայց այդ հարցը պետք է ինստիտուցիոնալ լուծել, որովհետև այդ կարգի խնդիրները կապված են հիմնականում ճանապարհների անձնագրավորման թերությունների հետ։ Այսինքն մենք ճանապարհը տեսնում ենք իր փաստաթղթերով, իր կոորդինատներով։ Հետո պարզվում է, որ երկու փաստաթղթի արանքում 100 մետր կտոր կա, որը կամ 300 կամ 500, որը չի փաստաթղթավորը։ Իհարկե, ցավոք սրտի ավելի մեծ կտորներ էլ ենք ունեցել, որովհետև մեզ թվացել է, որ ճանապարհը ամբողջական կառուցում ենք, հիմնանորոգում ենք, հետո գնացել ենք, տեսել ենք ինչ որ մի հատված կա, բայց այս ինչա, այսքան հատվածը փաստաթղթերի մեջ չկա։ Նկատի ունեմ, այս փորձից պետք է ամբողջը գույքագրել, որ այդ խնդիրը լուծել։ Հաջորդ թիվ Կոտայքի մարզում Աբովյանից Արզնի եւ Նոր Գեղի տանող ավտոճանապարհի Արզնուձորի հատվածի 6-7 կիլոմետր երկարությամբ հատվածի նորոգում։ Զորավանից դեպի Արագյուղ էլի Կոտայքի մարզում Երնջատապ տանող ավտոճանապարհի 12.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Նախորդը 2026 թվին կավարտվի, այս մեկը 2027 թվականին։ Տավուշի մարզի Ենոքավանից դեպի Կարմիր գյուղ, Գյուղատեղի եւ Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կիլոմետր երկարությամբ
հատվածի հիմնանորոգում։ Այս էլ շատ մեծ նախագիծ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ըստ էության մենք ճանապարհային նոր հատվածներ ենք ներդնում Հայաստանի Հանրապետությունում, որը կարծում եմ տնտեսական եւ ընդհանուր պայմանների համար անհրաժեշտ է, բայց մենք ընդհանուր ճանապարհներին արդեն մեծ խնդիր ունենք, որովհետեւ արդեն միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն տենց սովորական բան է դարձել, որը խնդրեմ է։ Մենք իհարկե ժամանակին խոսել ենք սրա մասին, բայց ես չեմ տեսնում տարբերակ, որ մենք կարողանայինք ճանապարհների վիճակը տեխնիկական հնարավորությունները ավելի շատ արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը։ Բայց այն ռազմավարությունը, որը մենք ընդունել ենք, այդ տրամաբանությամբ մենք պետք է գնանք։ Հաջորդիվ Տավուշի մարզից Իցակարից բերս տանող ավտոճանապարհի 9-8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ավարտ 2027 թվականին, սա Նավորի միջով անցնող կտորն է, չէ՞ որ շինարարություններ ինչը թվարկեցիք, պարոն վարչապետ, բոլորի մասով շինարարությունները փաստացի մեկնարկել են, այսպես շինարարները օբյեկտներում աշխատում են։ Շատ լավ։ Տավուշի մարզում էլի Բերդից Տավուշ գյուղի Խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում էլի ավարտը 26 թվին է նախատեսված։ Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում Շիրակի մարզում ավարտը 2026 թվականին, Արագածոտնի մարզում Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության առաջի փողոցի մոտ 900 մետր ասֆալտապատում ավարտ 2026 թվականին, Մայիսյանից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտ 2026 թվականին, Տարոնիկից մինչև Մեծամորի թանգարան տանող ավտոճանապարհի հատման կետ 1.9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտ 2026 թվականին, Արմավիրի մարզի մասին էր խոսքը, կրկին Արմավիրի մարզում Լուկաշինից դեպի Նորավան եւ Արմավիր բնակավայրեր տանող ավտոճանապարհի 4.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը նախատեսված է 2026 թվականին, Արմավիրի մարզի Արտաշարի տարածքով անցնող ավտոճանապարհի 3.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտելի նախատեսված է 2026 թվականին, Արմավիրի մարզում Հացիկի տարածքով անցնող ավտոճանապարհի 3.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Լոռու մարզում Փամբակ համայնքի Բազում բնակավայրից դեպի Զորամաս տանող ավտոճանապարհի ասֆալտապատում ավարտը 2026 թվականին, Լոռու մարզում Ստեփանավան քաղաքի Ռաֆու փողոցի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Կոտայքի մարզի միկրոշրջան Թաղամասի 3-րդ փողոցի 1020 գծամետր հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Սյունիքի մարզում Շաղատից Բալակ տանող ավտոճանապարհի 2.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Անգեղակոթից Մուտք տանող ավտոճանապարհի 5.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին։ Տրանսպորտային օբյեկտներ Հ1 ավտոճանապարհի Արգելի բնակավայրից դեպի Արձական բնակավայր տանող ավտոճանապարհի Արձականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում ավարտը 2026 թվականին Կոտայքի մարզի մասին է խոսքը, Լոռու մարզում M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներում կառուցված երկրորդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցում ավարտը 2026 թվականին, սա տեղադրված չէր արդեն։ Վարչապետ, վճարման հետ կապված բանն ենք արդեն։ Հաստատի ավարտված է շինարարությունը։ Խաշթարակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն երկու հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում, սա էլ ավարտված արդեն վճարումն ենք իրականացնում։ Հախում գետի վրա պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում, մեկը տեղադրված է, երկրորդը տեղադրման ընթացքի մեջ է, թե արդեն ավարտական փուլում ենք, պարոն վարչապետ, երկրորդի մասը։ Տավուշի մարզում էլի։ Ահա սրանք էին հարգելի գործընկերներ, այս փաթեթի օբյեկտները։
Ավտոճանապարհների հետ կապված նաև այս մյուս փաթեթը միջին նորոգում է բոլորը։ Պարոն վարչապետ, մյուսը դպրոցներ տանող ճանապարհների։ Միջին նորոգումները հետևյալն են. Կոտայքի մարզում Աբովյանից դեպի Չարենցավան Չայնի ոլորաններ տանող հատվածի միջին նորոգում այս տարի կավարտվի։ Կոտայքի մարզում Չարենցավանից դեպի Խախսի տանող ճանապարհի միջին նորոգում։ Միջին նորոգումները բոլորը այս տարի կավարտվեն։ Չարենցավանից դեպի Հրազդան ճանապարհի 15.6 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Հրազդանից դեպի Սևանի թերակղզի 16.9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում, Սևանից դեպի Սևանի թերակղզի 3.8 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Սյունիքի մարզում Գորայքիր դեպի Ծղուկ տանող 13.3 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Սյունիքի մարզում Սպանդարյանից դեպի Անգեղակոտ տանող ճանապարհ 6.1 կիլոմետրանոց միջին նորոգում, Իշխանասարից դեպի Նորավան 4.4 կիլոմետր ճանապարհ, էլի միջին նորոգում, Տավուշի մարզում Բերդից դեպի Այգեպար տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում եւ էլի Տավուշի մարզից Վերին Կարմիրախպյուրից դեպի Արծվաբերդ տանող ճանապարհի 4.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Հիմա այն ճանապարհները, որոնք նախատեսված են դպրոցների համար, այսինքն մենք պայմանավորվել ենք, որ նորակառույց կրթահամալիրները, բոլոր կրթահամալիրներ տանող ճանապարհները պետք է լինեն նորոգված վիճակում, այսինքն որը պետք է հիմնանորոգում, որը պետք է միջին նորոգում, բայց բոլորը պետք է նորոգված լինեն։ Հիմա թվարկենք նրանք, որոնք արդեն ընթացքի մեջ են։ Արագածոտնի մարզում Թալին խոշորացված համայնքի Գետապի հիմնական դպրոցը միավորվում է Արագածավանի դպրոցին եւ ճանապարհը դեպի Գետափ տանում, հա։ Արագածավան Գետապ ճանապարհն է, պարոն։ Արագածավան Գետապ ճանապարհը էլի Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում Վերին Սասնաշեն բնակավայրի դպրոց տանող ճանապարհը, Գեղարքունիքի մարզում Վարդենիս խոշորացված համայնքի Ծափատաղ բնակավայրի Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դեպի Ջիլի դպրոցի տանող ճանապարհը, Լոռու մարզում Թումանյան խոշորացված համայնքում Լոռուտի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում դեպի Բազումի կրթահամալիր տանող ճանապարհը, Լոռու մարզում Շիրակի մարզում Կառնուտի դպրոց տանող ճանապարհը, Շիրակի մարզում Նոր կյանք հիմնական դպրոց տանող ճանապարհը, Շիրակի մարզում Քեթիի կրթահամալիր տանող ճանապարհը, Սյունիքի մարզում Ձագիկավանի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Տավուշի մարզում Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց տանող ճանապարհը եւ Տավուշի մարզում Լուսաձորի կրթահամալիր տանող ճանապարհը։ Ճիշտ ասացի ամեն ինչ, չխառնեցի ոչ մի բան։ Չէ, ամբողջը ճիշտ է, պարոն վարչապետ, մենք մի ցանկել ունենք, հետեւյալ պայմանավորվածություն ունենք, որ այն ճանապարհները, որոնց երկարությունը 1 կիլոմետր է կգերազանցի, դրանք իրականացվում են ճանապարհային դեպարտամենտի պատվերով, մինչև 1 կիլոմետր ճանապարհների շինարարության պատասխանատուները մեծ հաշվով էլի մարզպետների աշխատակազմերն են եւ պատվիրատուներն են այս դեպքում նաեւ մարզպետների աշխատակազմերը, այդ ցանկով եւս շինարարություն գնում է առաջիկայում այդ մասով էլի վերաբաշխում անելու անհրաժեշտություն կառաջանա, սա ասում եմ նկատի ունենալով, որ այս ցանկը ամբողջական չի, մենք էլի դպրոցներ տանող ճանապարհներ ունենք, որոնք այս ցանկում չկար։ Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք։
քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել եւ նաեւ հնդածս կերևա թե որ տարբերակն է ավելի արդյունավետ կամ կարող է միտեղ մի տարբերակն է ավելի արդյունավետ, երկրորդ տեղում էլ երկրորդ տարբերակն է ավելի արդյունավետ։ Այս թեմայի հետ կապված մի բան եմ էլի ուզում ասել, նախկինում անդրադարձել եմ, գիտեք, որ շատ քննարկումների տեղիք է տալիս մեր կրթահամալիրների ծրագիրը եւ հիմա օրինակ իմացա, որ Երևանում կան դպրոցներ, որոնք տրանսպորտով, ավտոբուսներով Երևանի վարչական բոլոր շրջաններից երեխաներին հավաքում են, տանում են Երևանից դուրս կամ համարյա դուրս գտնվող դպրոցներ։ Եվ ծնողները ինչ են դա անում, որպես երեխեքը պատշաճ կրթություն ստանան։ Ոչ մեկ չի ասում էս, բայց ինչի այդ մարդիկ այդ երեխեքին չեն տանում իրանց շենքի կողքի դպրոց, որովհետև համարում են, որ այդ օրը այդքան ճանապարհ անցնելու արդյունքում իրանց երեխաները ավելի լավ կրթություն կստանան։ Հիմա մենք էլ այս ծրագրով նույնն ենք անում։ Մենք պատասխանատու ենք զգում երեխաների ստացած կրթության որակի համար։ Մենք պատասխանատու ենք զգում, որ երեխաները նորմալ լաբորատորիաներ ունենան, նախ առաջինը նորմալ կրթական միջավայր ունենան, սկսենք դրանից, որ երեխեքը չգնան մենակ դպրոցում կամ մի քանի հոգով դպրոցում, կամ դասարանում ձանձրանան։ Մեզ պետք է միջավայր, երկրորդը պատշաճ լաբորատորիաներ, մարզական ենթակառուցվածքներ եւ այլն եւ այդպես շարունակ, ինչպես նաեւ պատշաճ որակավորված մանկավարժական կադրեր։ Եվ սա շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետք է ուղեկցենք, մենք պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է ներկայացնենք, պետք է ուղեկցենք եւ նաեւ ցույց տանք եւ պետք է իհարկե իրենք էլ արդյունքները շատ արագ տեսնեն։ Կրթության որակի հետ կապված երեք լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Որովհետև եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթացը։ Լավ 1 2 3 4 5 6 7, ասենք ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է վերջ, ասենք վերջ, էլ պետք է չաշխատի դպրոցում, որովհետև այդ իր աշակերտն է, որ գնում է, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են, էլի եմ ասում, շատ են կոմպրոմիսի գնում, անընդհատ հենց ինչ որ բաներ անում։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ, հատու, վճռական ձևով պետք է իրականացնել։ Եվ որևէ կասկածի տեղ չկա, որովհետև որևէ կասկած չկա, որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով եւ իհարկե տեխնիկական դետալներն էլ պետք է հնարավորինս արագ կազմակերպենք։ Հիմա ես նաև, քանի որ կրթությանը անդրադարձանք, նաև մենք ունենք մանկապարտեզների բավականին մեծ փաթեթ, որով մենք տարբեր փուլերում ենք գտնվում եւ ֆինանսավորում ենք, եւ ես ուզում եմ թվարկեմ մանկապարտեզները։ Արագածոտնի մարզում մենք հիմա ֆինանսավորում ենք այս փաթեթով, հա, բոլորը վերջնական ֆինանսավորումա, թե կա նաև որ ընթացիկ ենք անում։ Պարոն վարչապետ, կա որ սկսվում է, հա։ Այո, խոսքը ընդհանուր առմամբ 61 մանկապարտեզների մասին է, 5.6 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում է հատկացվում, հիմնական մասը ավարտական փուլում գտնվող են, բայց ունենք նաև նոր մեկնարկողներ։ Շատ լավ, Արագածոտնի մարզում աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվար մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային գումարը եւ բակի բարեկարգման գումարը։ Այստեղ էլ մենք մեր այցերի ընթացքում լինում է որ տեսնում ենք մանկապարտեզը արված է, բայց բակը չի արված, որովհետեւ սուբվենցիոն ծրագիրը համայնքը կիսատ է ներկայացրել ու շատ կարեւոր է որ մենք ես տեղում հանձնարարել եմ, որ բոլոր այդ տեղերում, երբ որ մենք ունենք բան,
տենց այս տարբերակը, ընդհանրապես կիսատությունը մեր մոտ շատ ընդունված բան է։ Հիշում եք ժամանակին ինչքան ենք խոսել ճանապարհների գծանշման մասին, միջև եկանք տեղ հասանք, այնուամենայնիվ տևեց։ Ճանապարհ նշանակում է, որ ինքը ունի գծանշում եւ այլն եւ այլն։ Մանկապարտեզ նշանակում է, որ ինքը ունի բակ։ Եվ այդպես շարունակ։ Հիմա որտեղ այս նման կիսատություններ նկատել ենք, մենք այդ կիսատությունները կլրացնենք։ Աշտարակ բնակավայրի թիվ 1 մանուշակ մանկապարտեզ հատկացվում է մնացորդային գումարը եւ բակի բարեկարգման գումարը, ապարանի թիվ 1 մանկապարտեզ հատկացվում է մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Քուչակի մանկապարտեզ էլի մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Հարթավանի մանկապարտեզ մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Ներքին Սասնաշենի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումար, Արարատի մարզում Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Փոքր Վեդու Զարթոնք նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդ եւ բակի բարեկարգման գումարը, Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային, իսկ բակերի բարեկարգման աշխատանքները իրականացվելու են համայնքապետարանի կողմից, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային գումարը, բակի բարեկարգման աշխատանքը պետք է իրականացվի համայնքի կողմից, Արտաշատի թիվ 4 մսուր մանկապարտեզ մնացորդային գումար, կրկին բակի հատվածը կիրականացվի համայնքի կողմից, Բանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Մասիս համայնքի Սիս գյուղի Անուշիկ մսուր մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Արմավիրի մարզում Այգեկի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ մնացորդային գումարը բակը պետք է բարեկարգվի համայնքի կողմից, այսինքն մենք այստեղ նախագիծը ամբողջական ենք կազմում եւ արդեն աշխատանքի բաժանում ենք անում, նայած որտեղ ոնց։ Ձորագյուղի մանկապարտեզ մնացորդի գումարը բակը կիրականացվի համայնքի կողմից, Սևանի հեքիաթ մանկապարտեզ մնացորդային գումարն են հատկացնում, իսկ բակը կբարեկարգվի համայնքի ֆինանսավորմամբ, Ծովագյուղի մանկապարտեզ մնացորդային գումար բակը կբարեկարգվի համայնքի կողմից, Կարմիր գյուղի մանկապարտեզ էլի նույն կերպ, Զովաբերի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Գավառի թիվ 7 մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումար, Ճամբարակ քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումար, Լոռու մարզում Շիրակամուտի Արևիկ մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդի եւ բակի բարեկարգման գումարը, Ալավերդի Արևներ մսուր մանկապարտեզ էլի բակի բարեկարգման եւ մնացորդային գումարը, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ բակի բարեկարգման եւ մնացորդային գումարը, Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքների գումարը, Կոտայքի մարզում Մրգաշենի մանկապարտեզ հատկացվում է մնացորդի եւ բակի բարեկարգման գումարը, Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Գառնի մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի եւ բակի բարեկարգման գումարը, Շիրակի մարզում Լապտերիկ մսուր մանկապարտեզ հատկացվում է մնացորդի եւ բակի բարեկարգման գումարը, Սառնախբյուրի մանկապարտեզ նույն կերպ, Արևակի մանկապարտեզ նույն կերպ, Գորիսի թիվ 5 մանկապարտեզ Սյունիքի մարզ արդեն հիմնական աշխատանքներն ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումարը, Սիսիանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է պայմանագրի մնացորդի եւ բակի բարեկարգման գումարը, Լեռնաձորի մանկապարտեզ հատկացվում է բակի բարեկարգման գումարը, Անգեղակոթի մանկապարտեզ
հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, շաղատի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, ներքին խնձորեսկի մանկապարտեզ կրկին հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Վայոց ձոր Աղավնաձորի մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդը եւ բակի բարեկարգման գումարը, Վայքի թիվ 1 մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդը եւ բակի բարեկարգման գումարը, Վայքի թիվ 3 մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդը եւ բակի բարեկարգման գումարը, Տավուշի մարզում Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ հատկացվում է մնացորդային եւ բակի բարեկարգման գումարը, Հաղարծինի մանկապարտեզ նույն կերպ, Կոթի մսուր մանկապարտեզ նույն կերպ, Սարիգյուղի մանկապարտեզ նույն կերպ, Բերթավանի մսուր մանկապարտեզ նույն կերպ, Գյուղ Տավուշի մանկապարտեզ հիմնական աշխատանքներն ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքների գումար, Վերին Կարմիր աղբյուր նույն կերպ, Պարավաքարի մանկապարտեզ նույն կերպ, Չորաթանի մանկապարտեզ նույն կերպ, Չինչինի մանկապարտեզ նույն կերպ, Չինարի մանկապարտեզ նույն կերպ, Նավուրի մանկապարտեզ նույն կերպ, Ներքին Կարմիր աղբյուրի մանկապարտեզ նույն կերպ, Մովսեսի մանկապարտեզ նույն կերպ, Վերին Ծաղկավանի մանկապարտեզ նույն կերպ, Բերդ քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ նույն կերպ, Բերդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզ նույն կերպ, Այգեծորի մանկապարտեզ նույն կերպ, Այգեծորի մանկապարտեզի նա առաջին մասնաշենքներ եւ նաեւ երկրորդ մասնաշենքը նույն կերպ։ Սրանք էլ մեր մանկապարտեզների ծրագրերն են եւ մենք ունենք սուբվենցիաների ֆինանսավորում Արարատի մարզում Մասիս համայնքի Ազատաշեն, Արբաթ, Դարակերտ, Զորակ, Նորաբաց բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում աշխատանքները ավարտված են, կառուցվել է 6.4 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, 480 տնային տնտեսության եւ 250 հեկտար հողատարածքի ոռոգման համար։ Արմավիրի մարզում Բաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրի ոռոգման ջրագծերի կառուցում կատարված է, աշխատանքների 85%-ը նախատեսվում է 3.5 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ 109 տնային տնտեսության եւ 80 հեկտար հողատարածքի համար։ Բաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Նժդեհ, Կանայան, Ռաֆի, Մամիկոնյան փողոցների ասֆալտապատում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախագծում ներառված է 3.4 կիլոմետր ճանապարհ փողոց։ Արաքս համայնքի ապագա բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը 1.2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արաքս համայնքի Արտիմեդ բնակավայրի առաջին եւ երկրորդ փողոցների ապագա բնակավայրի 19-րդ եւ 20-րդ փողոցների գազաֆիկացում ավարտված են աշխատանքները 1.4 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել նախատեսված 40 տնային տնտեսությունների համար։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան վերանորոգում աշխատանքները ավարտված են, վերանորոգվել է 312 քառակուսի մետր տարածք, Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրում մանկապարտեզի նոր շենքի կառուցում իրականացված է աշխատանքների 35%-ը։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանից բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ինչպես նաև գույքի ձեռքբերում կատարված է աշխատանքների 95%-ը նախատեսված է 90 սանի համար։ Մարտունի համայնքի Մարտունի, Զոլաքար, Գեխովիտ, Լիճք, Ծակքար, Վերին Գետաշեն, Վաղաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատում 7 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը, կատարված է աշխատանքների 90%-ը։ Լոռու մարզում Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի ավտոկայանատեղի կառուցման երկրորդ փուլ ավարտված են աշխատանքները, կառուցվել է 11 ավտոտնակ, պահեստ, վարչական կետ եւ այլն։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգման երկրորդ փուլ ավարտական փուլում են աշխատանքները, խոսքը 35600 քառակուսի մետր տարածքի մասին է։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Խնկոյան եւ Տեր-Սիմոնյան փողոցների ասֆալտապատում, որը ավարտված է 1.3 կիլոմետր
փողոցների մասին է խոսքը, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Առափնյա թաղամասի եւ Տեր Սիմոնյան նրբանցքի Շիրակամուտ բնակավայրի Գերեզմանատուն տանող ճանապարհի Ծաղկաբեր բնակավայրի առաջին փողոցի 3-րդ նրբանցք եւ 3-րդ փողոցի Սալարկում Տուֆքարով Մեծ Պարնի բնակավայրի 3-րդ, 13-րդ եւ կենտրոնական փողոցների Արևաշող բնակավայրի առաջին փողոցի 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 13-րդ նրբանցքների Սալարկում Տուֆքարով եւ ջրահեռացման համակարգով կատարված է աշխատանքների 80% ընդհանուր առմամբ 4.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների մասին է խոսքը։ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ծիծեռնակ մսուր մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտված են 350 սանի համար է նախատեսված, Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 8-րդ միկրոշրջանի առաջին թաղամասի Գետարկել բնակավայրի 2-րդ փողոցի եւ Կամարից բնակավայրի 6-րդ, 9-րդ փողոցի առաջին եւ երկրորդ նրբանցքների գազաֆիկացման աշխատանքներ, որոնց 80%-ը ավարտված է, նախատեսված է 150 տնային տնտեսությունների համար եւ Վայոց ձորի մարզում Եղեգնաձոր համայնքի Գետապ, Գլաձոր եւ Վերնաշեն բնակավայրերի ոռոգման ցանցի վերակառուցում կատարված է աշխատանքների 80%-ը նախատեսված է 63 հեկտար հողատարածքի համար Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրերի թիվ 2 եւ թիվ 5 մանկապարտեզների բակերի բարեկարգում կատարված է աշխատանքների 90%-ը մանկապարտեզները նախատեսված են 240 սանի համար։ Սրանք էին այն ծրագրերը, որ ֆինանսավորեցինք հարգելի գործընկերներ, իսկ հիմա պետք է քվեարկենք հարց համար 42-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 10-ը անշարժ գույք ամրացնելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյան, համեցեք պարոն Խուդայցյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7 շենքի 97 նկուղ հասցեում գտնվող ընդհանուր 51.9 քառակուսիմետր մակերեսով գույքը ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա գլխավոր դատախազության հայցերով գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, խնդրում եմ հաստատել։ Տիկին Վարդապետյան, ինչ ունեք ավելացնելու համեց։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բաց բաժնետիրական ընկերության իրավաբանական անձի եւ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առողջարքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բաց բաժնետիրական ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել էր այն պատճառով, որ հանդիսացել էր 2008 թվականին առողջարքի պայմանագրի կողմ հանդիսացած սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ բաց բաժնետիրական ընկերության իրավահաջորդը։ Հայցի քննության ընթացքում առաջարկվել էր հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է։ Դատարանի կողմից հաստատված եւ օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7 շենքի 51.9 քառակուսիմետր մակերեսով թիվ 97 տարածքի եւ 0.08 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Մեծարգո վարչապետ, սա հերթական գույքերից մեկն է եւ եթե ժամանակ ունենք, կարճ կանդրադառնամ ոչ միայն Երևան քաղաքում, այլև մարզերում վերջին 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին պետական շահերի պաշտպանության ոլորտում
Քիչ առաջ հաստատելով սուբվենցիոն ծրագրերը մենք խոսեցինք զբոսայգիների, պուրակների եւ կանաչ տարածքների մասին, անդրադառնամ այն տարածքներին, որոնք վերադարձվել են այս գործառույթի շրջանակներում։ 2025-26 թվականներին Սյունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել մայիսի 28 զբոսայգում գտնվող 5 հողատարածք 3153 քառակուսի տարածքով։ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք 687 քառակուսի մակերեսով։ Տավուշի մարզում կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցերի եւ դատախազական ներգործության միջոցների արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք 5260.7 քառակուսի մակերեսով։ Զբոսայգում, պարոն վարչապետ, դեռևս կառուցապատված տարածքներ կան, որոնք ուսումնասիրության առարկա են հանդիսանում եւ առաջիկայում չեն բացառում, որ այս տարածքների վերաբերյալ եւս հայցեր կներկայացվեն դատարան։ Բացի այդ, Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքներ նպատակային եւ բնապահպանական գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է, եթե վերածենք ամերիկյան դոլարի մոտավորապես 12 միլիոն 436 հազար դոլար։ Արարատի մարզում կրկին այս գործառույթի շրջանակում Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք 250 քառակուսի մակերեսով։ Մեր ունեցած տեղեկություններով համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները ավարտվել են։ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք 4601 քառակուսի մակերեսով։ Արարատի զբոսայգում եւս, պարոն վարչապետ, ունենք հողատարածքներ, որոնք հայցերի առարկաներ են եւ առաջիկայում եւս կառուցապատումներ կան, որոնք դադարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում կներկայացնեն հայցեր։ Հիմնականում մենք գործ ունենք նախկին պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրականացրել են, կարելի է ասել, հողազավթումներ։ Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատ մարզի համայնքի վարչական շրջաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Սրանք 65 գույքային միավորներ էին, հիմնականում արգելոցային տարածքում Խոսրովի անտառում։ Հողամասերի նկատմամբ դադարեցվել է Կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Մենք այս ուղղությամբ, պարոն վարչապետ, շարունակեցինք ուսումնասիրությունները եւ պարզել ենք, որ կան ելի հողատարածքներ, որոնք հաշվարկվում են հեկտարներով, որոնք շարունակում են գտնվել այս ընկերության անհատույց օգտագործման իրավունքի ներքո, առաջիկայում եւս կամ կառավարության նիստով կամ այլ ձևաչափով կներկայացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարել եւ ինչ վերականգնումներ ունենք այս ուղղությամբ։ Գեղարքունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք։ Մենք խոսում ենք Սևանի շուրջ ճանապարհների բարեկարգման մասին։ Մենք այս ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք, որպեսզի ափամերձ տարածքը եւս ազատ լինի ապօրինի կառուցապատումից։ Այս պահին 6 հողատարածք 5.7 հեկտար մակերեսով։ Բացի այդ, տեղեկացնում ենք պարբերաբար քանդման աշխատանքների մասին, որ իրականացնում ենք Սևանի բացարձակ նիշից ցածր հատվածներում, ուղղակի տեղեկացնեմ, որ 2025 թվականի դեկտեմբերից մինչ 26 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից դադարեցվել լուծվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են պայմանավորված լողափնյա սեզոնով, բայց սեզոնը դադարելուց հետո աշխատանքները կշարունակենք։ Կոտայքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցի բավարարման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Լոռու մարզում կրկին այս գործառույթի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգին Վանաձոր համայնքին վերադարձնելու ուղղությամբ այս պահին Փաստացի համայնքին վերադարձվել է 4451.7 քառակուսի մակերեսով տարածք, որը 13 հողատարածքների հանրագումարն է, կրկին
ապօրինի զավթված էլի նախկինում պաշտոնատար անձանց պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից կրկին այս զբոսայգում եւս ունենք հայցեր, որոնք դատական քննության առարկա են, բայց սա չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր զբոսայգիների բարեկարգման աշխատանքները առնվազն պլանավորել։ Եվ անդրադառնալով Երևանին, ուղղակի հիշեցնեմ, որ աշտարակին, հեռուստաաշտարակին հարող տարածքում մենք ունենք 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս վերադարձված, որոնց շուկայական մոտարկված արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի, ինչպես մի քանի անգամ քննարկվել է կառավարության նիստում, մենք ունենանք քաղաքային անտառ, եթե ճիշտ ենք հասկացել կառավարության նիստի քննարկման արդյունքները։ Եվ վերջերս նաև ունենք մի շարք բավարարված վճիռներ, պարոն վարչապետ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում։ Այն ինչ որ դուք միջև էս պահ թվարկեցիք, բարձր որտեղ օրինակ Վանաձորի զբոսայգու հատվածում դա ամբողջ զբոսայգուն չէր, մի քանի կտորներ, բայց այն ինչ որ թվարկեցիք արդեն ավարտված process է, ճիշտ է, այս ճիշտ եմ հասկանում։ Այն ինչ որ առաջին հատվածում ասցիք, այսինքն դա արդեն կայացած փաստ է, որ վերադարձված է։ Պարոն վարչապետ, բացառություն են կազմում Լոռու մարզի Հրանտ Մաթևոսյանի անվան այգին, Արարատի մարզի քաղաքային զբոսայգին, որոնց մի քանի տարածքներով հայցեր ունենք, եւ Կապանի զբոսայգին, որը ընթացքի մեջ է, Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու մասին է խոսքը, դրանք դատական process-ների մասին է խոսքը, ուղղակի ժամանակի հարց է։ Շատ լավ։ Այստեղ ես երկու հարցի եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Շատ կարևոր է վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը։ Այս օրինակ առավոտյան ես մի տարօրինակ նամակ եմ ստացել քաղաքացուց, ով ասում է, որ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա իր ունեցած տեղեկություններով համայնքը ուզում է էլի հատկացնի այն մարդուց ումից վերցվել է։ Ես իհարկե նամակը վերահասցեագրել եմ, սա պետքա մենք մեխանիզմներ ունենանք, որ բացառենք, թե չէ ինչքան ենք անընդհատ իրանք տալու են, մենք հետ ենք բերելու, իրանք տալու են, մենք հետ ենք բերելու, սենց չի լինի։ Երկրորդը, քանի որ գույքի ծավալները մեծանում է, պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, որ մենք մի պլատֆորմ պետքա ունենանք, որտեղ որը ամբողջը գույքերը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Որովհետև եթե հիմա այգին արդեն դե յուրե վերադարձվել է, շատ կարևոր է, որ շատ արագ այնտեղ բարեկարգման աշխատանքներ տեղի ունենան, որովհետև մենակ այն չլինի, որ փաստացի վերադարձա, սկզբունքային հարց է, դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթություն պետք է դառնա հանրային տարածքները։ Իսկ այնտեղ մենք արդեն ունենք բնակարաններ, տենց տարածք, պետք է հասկանանք ինչ ենք անելու դա, ոնց ենք օգտագործելու եւ գուցե ինչ որ կարգա պետք ընդունել կամ հայեցակարգա պետք ընդունել, իսկ ավելի խոշոր բաները այդ արդեն մենք պետքա բարձավոր։ Հիմա օրինակ իհարկե տարբեր մեխանիզմներով են։ Հիմա այս սաուն անցում կատարեմ մեր հաշվառման խնդրին։ Օրինակ մենք այսօր ունենք մի քանի մեխանիզմներ։ Դրանցից մեկը ապօրինի գույքի բռնագանձման համակարգն է, որով արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ ունենք 2 հատ, մյուսը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության մեխանիզմն է, երրորդը ընթացիկ քրեական գործերով դատավճիռների արդյունքում։ Այս երեքը պարզ է, բայց մենք ունենք նաեւ այլ մեխանիզմներ, որոնցով մասնավորապես լինում է, որ բանակցելով, ասենք այգիների դեպքում հատկապես վերադարձվում է համայնքին։ Դա ոչ միտեղ չի հաշվառվում։ Այստեղ մի հատ հաշվառման հարցն էլ պետք է հասկանանք, որովհետև այգիներ կա, որ տենց բանակցելով վերադարձվել են, այնտեղ այգիներում ներդրումներ արվել են, բայց մեր ոչ մի հաշվետվության, ոչ մի հաշվառման մեջ չի երևում։ Էս էլ է պետք անել։ Երկրորդը մենք հայեցակարգային առումով հիմա մենք ունենք կրիտիկական ենթակառուցվածքներ, այլ մեխանիզմներ էլ կան, որի շրջանակում հեծի հետ կապված process-ներն ենք տանում, բայց կան նաև օրինակ խոշոր ձեռնարկություններ, որոնք պետք է վերադարձվեն, բայց մտածելով այդ խոշոր ձեռնարկություն, հեծի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք, դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման, այս պարզ է, բայց արտադրական ձեռնարկություններ, որոնք կլինեն, ես չեմ կարծում, որ մենք դա պետքա պահենք կառավարման ներքո, որտեղ խնդիր կլինի։ Դա պետքա մենք թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք անպայման։ Իհարկե կառավարության որոշակի
տնօրենների խորհրդում տեղ ունենալու համար ինչ որ բաժնեմաս մենք կարողանանք բայել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց շուրջ մենք պետքա կողմնորոշվենք եւ դասակարգենք եւ գնանք առաջ, բայց այստեղ գալիս է հաջորդ կարևոր հարցը, որի հետ կապված երեք քննարկում ենք ունեցել, առաջիկա մեր անելիքները։ Կառավարության ծրագրում նախատեսում ենք ունենալ թե ինչ, ներողություն, մի հատված, որ վարձակալությունից փաստացի սեփականաշնորհում դե յուրե վարձակալությունից վերադարձվող արդեն հազարավոր նույնիսկ հեկտարներով տարածքներ կան, այս էլ մեր հաշվառումներով պետք է ինչ-որ ձևով հասկանանք ոնց է, այսինքն դե յուրե սեփականաշնորհված չէր, բայց ասենք 100 տարով վարձակալության էր տված ինչ-որ չնչին կոպեկներով, դա էլ է ապօրինի գույքա, որը մենք վերադարձնում ենք, այդտեղ էլ պետք է հասկանանք ինչ պետք է անենք։ Հիմա առաջիկայում մենք կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնենք եւ իմ պատկերացումն ունենա, որ այս մեխանիզմներով 2026-ից 2031 թվականը պետք է շուրջ 2 միլիարդ դոլարի գույք վերադարձվի։ Ես սա իրատեսական եմ համարում ինչու, որովհետեւ մենք նախորդող շրջանում երեք այդպիսի հարց հնչեց, որ նախորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել, հաջորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել։ Ես այդտեղ հարցին չեմ վերաբերվում զուտ դե յուրե, ես հարցին վերաբերվում եմ դե ֆակտո, որովհետև հիմա մեր վերադարձած գույքերի մեջ օրինակ չկային, որ մենք հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուրիշ խնդիր կա, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռա թե դատավճիռա թե դատավճիռ թե վճիռ Վճիռ բան վարչապետ։ Վճիռ առաջին վճիռը օրինական ուժի մեջ մտել է 2026 թվականին թե 25-ի վերջում։ Մենք երկու վճիռ ունենք օրինական ուժի մեջ մտած, պարոն վարչապետ, 2025 եւ 2026 թվականներին։ Այսինքն առաջինը 25-ին է մտել, այսինքն այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել, որովհետև գիտեք այդ ընթացքում սահմանադրական դատանի որոշում եղավ, որոշակի փոփոխություններ եղան, այսինքն դա նորմալ է, որ հիմա իրականում նոր սկսելու է լիարժեք այդ համակարգը գործել եւ մենք խնդիրը Տիկին Վարդապետյան ձևակերպում ենք հետեւյալ կերպ։ Իհարկե դա միայն դատախազության մասով չի եւ քննչական մարմինների մասով չի, որովհետեւ այն մյուս մեխանիզմներն էլ կառավարությունը այլ լծակներ էլ ունի։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետեւյալ կերպ։ 2026-ից 2031 թվականը 2 միլիարդ դոլարի ապօրինի օտարված գույք պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է, առավել եւս այն process-ները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք եւ նաեւ հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ես ուզում եմ նաեւ հանրության շնորհակալություն հայտնել այդ համբերատարության համար, չնայած այդ ձգձգումները մեզ նույնքան են նյարդայնացրել, ինչքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են։ 26-ից 31 թիվը 2 միլիարդ դոլարի գույք պետքա վերադարձվի պետությանը եւ համայնքներին այս բոլոր մեխանիզմների գործարկմամբ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, գործառույթներից մեկը նաև դատախազական ներգործության միջոցներն են, դրանք միջնորդագրերն են, որոնք մենք եւս դիտարկում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի շրջանակներում, այդ 3 ձեր նշած գործառույթներից բացի եւ բոլոր իմ կողմից թվարկված այգիները, պուրակները, կանաչ տարածքները առավելապես վերադարձվել են հենց այս գործառույթի շրջանակներում եւ այն ինչ իրականացվում է դատախազության կողմից մենք հաշվառում ենք եւ վստահաբար կարող եմ ասել չկա մի գույք մինչ այս պահը, որը վերադարձվել է այս 4 գործառույթներից որևէ մեկի շրջանակներում եւ դա հաշվառված չլինի։ Մենք պարբերաբար նաեւ ուղարկում ենք փոխվարչապետերին եւ կառավարություն այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով օգտագործել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած թվին, կարծում եմ, որ ավելի քան իրատեսական է, որովհետև այս պահին մենք գոնե մենակ ապօրինի ծագում ունեցող գործառույթի շրջանակում ունենք 4 վճիռ, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն ենք սպասում։ 2 օրինական ուժի մեջ մտած ունենք բացի այդ հաշտության համաձայնություններ, եթե հնարավորություն կա դրանց մասին էլ կարճ կխոսեմ, բայց կցանկանայի նշել այն 4 վճիռների մասին, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն սպասում ենք եւ այս 4 վճիռները մեզ համար ըստ էության հաստատումն են այն փաստի, որ հենց միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթը սկսել է աշխատել։
Բոլորովին վերջերս 4-րդ վճիռն է կայացվել, հուլիսի 24-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Բոլոր վճիռներում էլ դատարանը մասնակիորեն է բավարարում դատախազության հայցերը եւ կան դեպքեր, որ մենք համաձայն ենք դատարանի հետ, ինչու, որովհետեւ այստեղ հաշվարկի մեխանիզմների տարբերություն կա եւ ըստ էության դա որևէ էական ազդեցություն չի ունենում հայցագնի վրա եւ մենք այստեղ ավելորդ իրավական վեճ ու քաշքշուկ չենք սարքում դատարանների հետ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184 միլիոն 222 հազար 585 դրամ։ Իմ նշած 3 այլ վճիռներից 2026 թվականի հուլիսի 3-ին կայացված վճիռն է հակակոռուպցիոն դատարանի ընդդեմ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման։ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից մեկը կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի ապօրինի գնահատված մասերն են, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Մյուս վճիռը 2026 թվականի հունիսի 5-ին է կայացվել ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվեն ամբողջությամբ, մյուս 4-ը ապօրինի ճանաչված մասով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը, ինչպես նաեւ 85 միլիոն 430 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը բացի այդ 2026 թվականի ապրիլի 21-ին մեկ այլ վճիռ էր կայացրել, բավարարել էր մեր հայցը ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի, Անի Լյովայի Սարգսյանի։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, սա հեկի մասին է խոսքը գնում, 864 հազար ամերիկյան դոլար ավանդ, 10 միլիոն 200 հազար դրամ, 4853 եվրո, 2 միլիոն 643 հազար դրամ։ Նաև 2025 թվականին բավարարված մեկ վճիռ ունենք հոկտեմբերի 10-ին ընդդեմ Ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 9 անշարժ եւ 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն 340 միլիոն դրամ։ Ինչպես դուք նշեցիք, գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։ Մենք այս պահին ունենք 2 առանձնատուն, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Բացի այդ, մենք ունենք մի շարք հաշտություններ եւ ընդհանուր առմամբ այս պահին վերադարձված գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթով 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Էլի անդրադառնալով այն ուղենիշին, որ սահմանել եք 2026-31 թվերի համար, նշեմ, որ այս պահին միայն ապօրինի ծագում ունեցող գույքով ունենք 172 հայց դատարանում, 2-ը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Այնպես որ սահմանած ուղենիշը կարծում եմ իրատեսական է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարց համար 10-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 23-ը, խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու մասին հարցը զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Հակոբյան, համեցեք բանակ։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, դեռևս 2024 թվականին
խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին նախատեսվել, բարեփոխումներ, որոնց թվին է դասվում նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո։ Օրենքից հետո համապատասխան որոշումներ իհարկե ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու եւ այդ մրցույթը հայտարարվեց, որին հայտ էին ներկայացել մասնակցել թվով 3 օտարերկրյա կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ եւ նույնանման գործառույթ է իրականացնում նաեւ մեր հարևան Վրաստանում, հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել եւ պետական գրանցում է ստացել խաղերի վերլուծության եւ մշտադիտարկման համակարգ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։ Նշեմ, որ այս մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, թվայնացված եւ արդյունավետ կարգավորման մեխանիզմ եւ վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես 3 ուղղությամբ։ Առաջինը ապահովել իրական ժամանակում խաղադրույքների մոնիտորինգ, երկրորդը սահմանել եւ կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների մի շարք այլ խմբերին խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաեւ կիրառել այդ սահմանափակումները թվային միջավայրում եւ սահմանել արդար եւ պատասխանատու խաղի կանոններ։ Միաժամանակ նշեմ, որ նախագծով առաջարկվում է, որ պետական կամպանիայի կոմիտե նախագահան ապահովի օպերատորի հետ համապատասխան պայմանագրի կնքումը, նշված օրենքի պահանջներին համապատասխան, կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո 10-օրյա ժամկետում, նշեմ, որ երկարաժամկետ պայմանագիր է նախատեսվում, ինչը մեր ակտերով ֆիքսված էր, խոսքը 15 տարվա պայմանագրի մասին է, ընդ որում նշեմ, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը եւ կատարել օրենքով սահմանված օպերատորի գործառույթները, այսինքն ստացվում է, որ մյուս տարվա սկիզբ մենք ունենանք ամբողջական ներդրված համակարգ, մի վերջին ամփոփում էլ նաև այս օպերատորի գործունեությունից հետո մենք մյուս տարի կգործարկենք եկամտային հարկի, շահումների եկամտային հարկի նոր հարկատեսակը 5% տարեկան եւ խոշոր շահումների դեպքում 10%։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ճիշտ եմ հասկանում, որ եւ on-line տիրույթում ասագործելու եւ ֆիզիկական գոյություն ունեցող կազինոների դեպքում։ Բոլոր հնարավոր խաղերը ձեր նշած ուղղություններով։ Հարգելի գործընկերներ, որպեսզի շատ կարճ ձևակերպենք, հետեւյալի մասին է։ Հիմա բոլոր գործառույթները խաղատնային ոլորտի անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով։ Այսինքն ամբողջ նպատակն է նախ ակնհայտ է, որ այդտեղ մենք բազմաթիվ հարցերի պատասխան չունեինք եւ բազմաթիվ տեղեկությունների հասանելիություն չունեինք, կարճ ասած ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, այդ ամբողջ համակարգը գործելու այս պլատֆորմի միջոցով, այսինքն խաղադրույք կատարել, շահում ստանալ եւ այդպես շարունակ, եւ մենք առաջինը ստվերը բացառելու ենք, երկրորդը այն պարագայում, երբ որ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրենք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, որովհետեւ հիմա սահմանված է, բայց շատ դեպքերում մենք պարզապես չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով։ Եվ երրորդը նաև որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, ընդհանուր առմամբ դաշտը ավելի թափանցիկ ենք դարձնելու։ Վերջին 8 տարիներին մենք այս թեմայի շուրջ հետևական աշխատել ենք, գովազդ ենք սահմանափակել հարկային, բեռն ենք ավելացրել, ստվերը կրճատելու ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք արել, հիմա հասել ենք եզրափակիչ փուլին եւ ինչպես առաջադրված էր խնդիրը, ուրախ եմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից մենք կունենանք նոր համակարգ, որը այս մեր արդեն բազմամյա խնդրը կլուծի եւ մենք նաեւ հույս ունեմ, որ կարողանանք օգնել բազմաթիվ մարդկանց, ովքեր խնդիր ունեն, իրենք գիտակցում են, որ իրենք դա պետքա չանեն, բայց խնդիրը մենք այդ մարդկանց ներառյալ իրենց դիմումի համաձայն այդ մեխանիզմն էլ պետք է մենք դնենք, մարդը որ գա դիմի, որովհետև այնպես դեպքեր եղել, այնպես փողոցում մարդ կանգնեցել, ասում չեմ կարող, մի բան արեք,
ինձ այս խնդրից փրկեք։ Մարդը պետքա կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել, ասել ես մարդուն արգելեք, որ ինքը խաղադրույք կատարի եւ ընդհանրապես հասանելիություն ունենա։ Կարճ ասած, պլատֆորմը կա, ինքը մոդուլ է, որը կարող են նոր գաղափարներ, նոր պահանջներ, նոր ակնկալիքներ, կարիքների հայտ գալ, մենք այս պլատֆորմի միջոցով կլուծենք խնդիրը։ Կարևորն է նա, որ թափանցիկ միջազգային մրցույթ է տեղի ունեցել եւ փորձառու ընկերություն է ներկայացած, շատ կարևոր է, ոչ թե նոր պետք է անի, որ հələ տեսնենք կստացվի թե չէ, գործառույթը բավականին երկար ժամանակ պրոֆեսիոնալ զբաղվում է դրանով այդ ընկերությունը եւ մեր խնդիրները կլուծվեն։ Այդպիսով իհարկե նոր խնդիրներ էլ կառաջանան կամ մենք կիմանանք նոր խնդիրների մասին, որոնց մասին նախկինում չենք էլ կռահում եւ հետեւաբար խոսքը այս գործիքը ներդնելու հետագա ընթացքը ապահովելու համար պետական եկամուտների կոմիտեին թույլտվություն տալն է։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։